դա process-ը, որ պետք է դատարանում երևա։ Եվ եկեք առաջ չանցնենք իրադարձություններից։ Եթե հարցերը ավարտվեցին, հանեցին։ Տիկին Հակոբյան, տեսեք, ձեր հիմնադրամի այդ նվիրատուների մասով հարց հնչեց, բայց չասեցիք, մի մասը գաղտնի են, պահում նվիրատուների, մի մասի անունները հայտնի են, եւ երբ որ այդ հիմնադրամը բացվեց, տեսանք հայտնի անունները, Սամվել Ալեքսանյանը, Սասի Արտակը, մյուսներն, բոլոր հնչեղ անունները, որ նախկիներում կա եւ ձեր կողմից էլ դրանցնու կողմից թիրախավորում են ծրագրով ու պատգամավոր, այսօր այսպես ասած մուծում են ձեր հիմնադրամին։ Սա ինչպես է նախտերի լինում, դա չասենք մուծվում են, ասում են, չգիտեմ, գումարներ են փոխանցում։ Հիշում եք, ներողություն եմ խնդրում, հարցը խնդրում եմ հիշում եք, որ ես 1 տարի կամ տարի ու կես առաջ հրավեր ուղարկեցի Հայաստանի բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, հրավիրեցի գալ եւ քննարկել իրար հետ քննարկել, թե ինչպես մեր միջավայրը փոխենք, ինչպես անենք միասին, որովհետեւ ի վերջո լրատվամիջոցներն են ստեղծում այդ միջավայրը եւ ավելի բարեկիրթ դարձնենք, ավելի բարի դարձնենք, ավելի հանդուրժող դարձնենք, դա կրթվել է նորաձևի շարժման էր եւ բոլորը մերժեցին այդ հրավերը։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ լրագրողը հարցը ձևակերպում է, ասելով մուծվում է, դա ստեղծում է միջավայր, դա ստեղծում է նեգատիվ միջավայր բոլորիս համար, ոչ միայն իմ համար, բոլորիս, ընթերցողի, քաղաքացու, բոլորի համար, եւ այս միջավայրը, որտեղ մենք բոլորս ապրում ենք, որևէ մեկին հաճելի չէ, առավել եւս որևէ մեկի կյանքը ավելի լավը չի դարձնում, եթե չասենք, որ բոլորի կյանքը ուղղակի պղտորում է։ Իմ հրավերը համարեք ուժի մեջ եւ անժամկետ հրավեր է բոլոր լրատվամիջոցներին քննարկելու կարող ենք արդյոք մենք մեր միջավայրում խոսքի մշակույթը փոխել բոլորս միասին կարող ենք դա անել թե ոչ դա էլ կքննարկենք այդ ընթացքում եթե իմ մեկնած ձեռքը հակառակ կողմը սեղմի մենք բոլորս կնստենք Իմն էլ կքննարկենք, մյուսին էլ կքննարկենք, էականը չի ով ինչքան ինչ չափով, էականը կլինի արդյունք թե չէ, մենք կկարողանանք փոխել մեր միջավայրը եւ խոսքի մշակույթը փոխել, թե ոչ, դա եթե ոչ լրագրողները ով պետք է անի։ Ես ասում եմ, հիշեցնում եմ իմ հրավերը եւ ասում եմ անժամկետ հրավեր է եւ ուժի մեջ է։ Կարող եմ ավարտել հարցը։ Նեգատիվով ավարտեմ, հետո բացատրեմ ինչու եմ այդ ոճով հարցը տալիս, հետո դու գնահատես շատ լավ։ Երբ որ մուծում են, այսպես ասած, ձեզ մարդիկ ասում են, որ առաջ Սաշիկին են մուծվում, հիմա Աննային են մուծվում, այսինքն ասում են մերօրյա նոր Հայաստանի Սաշիկն է։ Վահե ջան, ես ներողություն, պետք չի ինձ այդ ոճով ասել, ներողություն, տես, իրոք, ես հասկանում եմ, որ ինչ-որ սուր հարց, սուր անուններ, սուր տպավորություն թողնելը ցանկացած լրագրողի համար ցանկալի բան է։ Ինչ ասեմ, իմ համար դա անարժեք է եւ այս հարցով ուղղակի իմ արժանապատվությանը ուղղակի հարված է իմ արժանապատվությունը։ Ես չեմ կարող այս հարցին պատասխանել, որովհետեւ իմ ներկայությամբ այդ հարցը հնչեցնելը ուղղակի ոտնահարում է իմ արժանապատվությունը։ Ես ինձ զգում եմ նվաստացած, երբ որ իմ ներկայությամբ ես ուղիղ եմ ասում եմ այն ինչ որ ես զգում եմ։ Այս հարցը առաջի բառից մինչև վերջի բառը նվաստացնում է իմ ինքնասիրությունը, ոտնահարում է իմ արժանապատվությունը։ Եվ ես հարկ չեմ համարում բացատրել պատասխանել այդ հարցին, նույնիսկ երբ որ տարբերությամբ է։ Խոսույթների մասին ասեցի, հրավեր եմ անում բոլոր խոսույթների մասին քննարկել։ Բոլոր մեր միջավայրի մասին եմ ես խոսում։ Մենք իրեն ենք հղում տալիս, չէ՞ որ ասում ենք սա շիկ, մի շիկ մնաց։ Լավ, համարենք, որ իմ հրավերը առնվազն Վահեի կողմից մերժված է, լսում եմ։